Ողջունում եմ բոլորիդ։ Այսօր եկեք զրուցենք առհասարակ թե ինչ է մոտիվացիան եւ ընդհանրապես արժի դրանով առաջնորդվելով որևէ բան սկսել։ Ինչ որ գործողություն, ինչ որ process եւ արդյոք պետք է ակնկալել, որ դա երկար կտևի։ Ընդհանրապես տեսեք մոտիվացիան ինքը իրանից ինչ է ներկայացնում, դա ինչ որ դրդապատճառ է, որովհետեւ մենք ինչ որ մի նոր process սկսենք, նոր գործողություն սկսենք կամ ինչ-որ մի բանի սկիզբ հանդիսանա, դա շատ լավ է, բայց արդյոք դա երկար է տևելու։ Իմ փորձը ցույց է տալի, որ դա ընդհանրապես երկար չի տևում, ինչի, որովհետև դրան պիտի հաջորդի ինչ-որ համակարգված ինչ-որ գործողությունների շարունակություն։ Եթե մենք չենք կարողանում դա ապահովենք, ուրեմն այն ինչ-որ մենք սկսել ենք, դա տևելու է բավականին կարճ, շատ կարճ ժամանակ։ Ես իմ վիդեոներից մեկում Instagram-ի առիթ ունեցել եմ այդ մասին խոսամ ու ասել եմ, որ երբ որ մենք ստեղծենք համակարգ, այսինքն կարող ենք ինչ-որ համակարգային մոտենանք այն process-ներին, որը որ մենք ուզում ենք անենք, ուզում ենք երկարատև լինի, դա շատ ավելի երկարաժամկետ է լինելու։ Այսինքն անկախ ամեն ինչից, անկախ իրավիճակներից մենք դա շարունակելու ենք, որովհետև դրա մյուս կարևորագույն ֆակտորներից է, որ մենք իդենտիֆիկացնենք մեզ այն զբաղմունքի հետ, որը որ մենք այդ պահին նախընտրել ենք։ Խոսքը եթե գնում է առողջ ապրելակերպին մարզասրահ հաճախելուն եւ այդ process-ը շարունակաբար տանելուն, շարունակելուն, հենց այդ գաղափարը, որ մենք պետք է ունենանք ինչ-որ համակարգային մոտեցում, ամենաերևի իդեալականն է դրա համար։ Այնպես որ երբ որ դուք մոտիվացված եք ինչ-որ բանից, կարևոր չի դա կլինի ինչ-որ ոգևորություն, կարևոր չի որ դա կլինի ինչ-որ մեկի խորհուրդ, ինչ-որ մեկի, դուք անընդհատ թե կլինի օրինակի համար, չգիտեմ, ինչ-որ ձեր համար ոչ այնքան հաճելի ինչ-որ մի իրավիճակ, որը որ ձեզ ստիպել է մուտք գործեք մարզասրահ կամ անեք այդ առաջ քայլը, կամ պարզապես եկել եք ու որոշել եք, որ ժամանակն է հետևել ձեզ, պիտի մարզվեմ, պիտի սպորտով զբաղվեմ, փորձեմ առողջ ապրեմ, դա եւս ինչ-որ մոտիվացիա կարող է լինի։ Բայց համակարգային մոտենալը, այսինքն դուք սկսեք իդենտիֆիկացնել ձեզ տվյալ զբաղմունքին, միանգամից դա չի լինելու։ Ամենակարևորը որ դա դուք պիտի հասկանաք, որ դա միանգամից չի լինելու։ Եվ դրանց ձեզ կբերի միմիայն համակարգային սիստեմատիկ մոտեցումը, դիսցիպլինան եւ կարգապահությունը։ Այսինքն դրանից շատ է խոսվում, դիսցիպլինա, կարգապահություն, դիսցիպլինա, շատերը կան որ խոսում են այդ թեմայով, ես ինքս առաջինը չեմ բնականաբար եւ ես ինքս միանգամից չեմ ինձնով եկել այդ մտքին, ինչ որ process-ներից բերել են այդ եզրահանգման, որ դա է միակ լուծումը։ Այսինքն երբ որ մենք օրինակ դպրոց ենք հաճախում կամ ինչ որ համալսարան, ինստիտուտ, ակադեմիա եւ այլն, դա ինչ որ համակարգ է, որը մեզ ստիպում է այսօր ինչ որ մոտիվ կա, որ մենք գնում ենք, ընդունվում ենք այդտեղ, ակնկալիք կա ինչ որ մեկը դառնալու, ինչ որ բան սովորելու, ինչ որ, չգիտեմ, ճանապարհ ընտրելու, բայց բնականաբար տարիներ շարունակ դա չի կարող մեր համար մոտիվ հանդիսանալ։ Ընթացքում այո, մենք տարբեր մոտիվացիաներ ենք ունենում այդ process-ը անընդհատ շարունակելու, վերանայելու, ավելի լավացնելու կամ վատացնելու, բայց երբ որ կա համակարգ համակարգ, դա մեզ ստիպում է գնալ մինչև վերջ։ Այսինքն դա ինչ որ ինստիտուտ է, համալսարան է, որ մենք ընդունվել ենք ու պիտի ավարտենք, որովհետև դա է վերջնական ինչ որ եզրահանգման, վերջնական ինչ որ տրամաբանական ավարտին հասնելու միակ ճանապարհը։ Այսինքն մենք պիտի կարողանանք հաղթահարենք այդ բոլոր process-ները։ Ու շատ լավ կլինի, որ այո, այդ этаպում մենք կարողանանք մոտիվացվենք ինչ որ բաներից։ Բայց երբ որ մենք հիմք ենք ընդունում միայն մոտիվացիան, որովհետև ես հաճախ եմ լսում, որ մարդիկ ասում են ինձ մոտիվացիա է պետք։ Անկեղծ եմ ասում, շատ հաճախակի եմ լսում։ Հավես չկա, չգիտեմ, ինչ որ էներգիա չկա, չկա, ժամանակ չկա։ Այսինքն մարդիկ շատ պարզ լեզվով ասում են, որ իրանց ինչ որ դրդապատճառ է պետք, որպեսզի գան, որպեսզի հաճախեն մարզասրահ։ Տեսեք, ենթադրենք կա այսպեսի ինչ որ դաժե կինոշնի էպիզոդներ, չէ, դրվագներ, երբ որ մենք նայում ենք ֆիլմ, տեսնում ենք այնտեղ գլխավոր հերոսը այդ բանը շուտ առօրյա կյանքում դժվարությունների հանդիպեց, այս արեց, այն արեց, որոշեց իր կյանքը փոխի ու սկսեց այդ process-ը կամ չգիտեմ ինչ որ կռվի մեջ ընկավ, ինչ որ անախորժության մեջ ընկավ, ծեծ կերավ, այս արեց, այն արեց, հետո գնաց մարզվեց, ուժեղացավ ու վերջնականում ինչ որ մի բան հաղթահարեց, իր կյանքը կարողացավ փոխել։ Այդ կինոյում շատ հետաքրքիր է նայում, բայց իրականում էլ դա կարող է նաև աշխատել։ Իրականում էլ դա այնպես չի, որ իրականությունից շատ հեռու է, որովհետև մենք ամեն օր կյանքում ինչ որ իրավիճակներ ենք հանդիպում, տեսեք, ենթադրենք դու գնում ես ինչ որ
գնումների։ Ամենակենցաղային բանը, որ յուրաքանչյուրի մոտ լինում է։ Միանշանակ եղել է ձեր հետ են վիճակը, որ դուք ինչ-որ մի բան հավանում եք, գնում եք, չգիտեմ, տարական ինչ-որ շոր առնելու, թարսի նման հավանում եք ամենալավը, ամենաթանկարժեքը, ամենավորակովը, ամենատեսքով դիզայնով ամենասիրունը, ու չի բավականացնում ձեր գումարը, որովհետեւ դուք կարող եք ձեռք բերեք, կլինի դա տեխնիկա, կլինի դա շոր, կլինի դա ինչից ուզում եք խոսակ, նույն պրինցիպն է։ Այդ պահին ինչ-որ մարդիկ կան, որ կարող են կոտրվեն, չէ, հոգեբանորեն, դե մեր համար չի այդ կամ եւ այլն։ Մարդիկ կան դրանով ոգեշնչվեն։ Բայց այդ առաջի ոգեշնչումը կարող է խոսքի մեկին ստիպի ինչ-որ մի բան սկսել, օրինակ մտածի, որ չէ, ես պիտի կարողանամ այդ հասնեմ նրան, որ ես ինչ-որ գնի առաջ կամ կանգ չառնեմ։ Այսինքն ինչ-որ մի բան ինձ կանգ պիտի բանանի, ինձ չպիտի կանգնեցնի, սխալած չէ, կանգ չառնեցնի, չկանգնեցնի։ Մարդկա կարող է հաշտվի այդ մտքի հետ ու շարունակի բավարարել նրանով, ինչը որ կա այդ պահին։ Բայց երբ որ դու սկսում ես սիստեմատիկ մտածել, աշխատել այդ ուղղությամբ, երբեմն ասեմ, ինչ որ դրա կարիք դու չես ունենում, դու շատ խնդիրներ կա, կենցաղային մակարդակի խնդիրներ կա, որոնց դու նույնիսկ չես հանդիպում։ Այսինքն եթե սովորական ապրող մարդը կենցաղային ինչ որ հոգսերով եւ այլնով ապրող մարդը անընդհատ ինքը դրա կարիքն ունի, այսինքն ինքը այս դժվարությանն է հանդիպում, կյանքի այն անախորժությանն է հանդիպում եւ այլն, այդ դժվար է անցալել ինչ որ ես ասում եմ։ Անընդհատ իրան ինչ որ դրդապատճառ է պետք։ Ու ամեն անգամ երբ որ ինքը ինչ որ ցկտում է ինչ որ մի բանի, փոքր, ինչ որ հաղթանակ է ունենում, դրան անմիջապես հաջորդում է մյուսը։ Ու դրանք այնքան կենցաղային որակ պարունակող խնդիրներ են, որ երբեմն մարդը չի կարողանում ամեն անգամ հաղթարի այդ ամեն ինչը։ Ու վերջնականում սկսում է բավարարվել նրանով մեծ հաշվով ինչը որ կա։ Բայց երբ որ դու համակարգային ես սկսում մտածել, այսինքն դու հասկանում ես, որ այստեղ ուղղակի մոտիվացվելու չմոտիվացվելու առհասարակ խնդիր չկա, դու ուղղակի պիտի արթնանաս, անես այն ինչ որ դու ընտրել ես, որ դու պիտի անես ու փորձես զարգանալ այդ բնակավարում։ Դու փորձես առաջ գնալու ճանապարհը ո՞րն է, առաջ գնալու ճանապարհը այդտեղ ամեն օր մի փոքր ավելին անել։ Կստացվի, չի ստացվի, այսինքն այդ փոքր քայլերը վերջնականում բերելու են ինչ որ արդյունքի։ Իդեպ ասեմ, ես այն գիրքը, որը ես կարդացի, այդ միրգը, այդ համակարգային մտածողության վերաբերյալ այդ տեսակետ ընդդեից լսեցի, ոչ թե կարդացի, այլ աուդիո գիրքեր, այսօր կարդալու ժամանակը երևի շատ սուղա չեմ կարողանում։ Աուդիո գիրքերը այնտեղ հենց նույն ձևի էր նկարագրվում, ասում էր, այսինքն այդ փոքր քայլերը, այդ համակարգային մտածողության այդ փոքր քայլերը բերում են վերջնականում ինչ-որ մեծ արդյունքի։ Շատ ժամանակ մարդիկ հենց այդ փոքր քայլերից են, որ հուսահատվում են։ Հիմա նույն իդենտիֆիկացիան ես բերում եմ մարզասրահ ու շատ մարդիկ կան, ովքեր որ մեծ ոգևորությամբ, մեծ ակնկալիքներով, մեծ ոգեշնչված գալիս են մարզասրահ, ու իրանք մտածում են, որ իրանք ամենադժվարն արել են, իրանք եկել են մարզասրահ, հիմա վсё մնացածը արդեն իր հունով կգնա, այ հենց այդտեղ մարդիկ սկսում են ամենամեծ շփոթմունքի մեջ ընկնել, որովհետև ամենադժվարը սկսվում է այդ պահին եւ ամենահետաքրքիրն է սկսվում այդ պահին։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ շատ արագ անկախ նրանից իրանք ասում են կամ ընկալում են թե չեն ընկալում կամ արտահայտվում են, որ հա մենք հասկանում ենք, որ պիտի աշխատես, առանց աշխատանքի որևէ բան չի լինի եւ այլն, բայց վերջնական արդյունքում դու հասկանում ես, որ քչերն են այդ իրականում ընկալել այդ միտքը։ Այսինքն երբ որ դու հասկանում ես, որ վերջ, հիմա դու պիտի արդեն սիստեմատիկ աշխատես, կարող քո մոտ լիքը բաներ ստացվի, չստացվի, ուղղակի պիտի process-ից հաճույք ստանաս ու վերջ։ Այսինքն դու չպիտի ակնկալես ինչ-որ վերջնական արդյունք։ Գերակշռող մեծամասնության համար շատ կարևոր է այդ վերջնական արդյունքը կամ ընթացիկ թեկուզ ինչ-որ արդյունքը։ Հասկանում եք, այսինքն տվյալ մարդիկ մեծ հաշվով չեն իդենտիֆիկացնում իրանց դեռ տվյալ զբաղմունքի հետ, իրանց պետք է անընդհատ ինչ-որ դոֆամին, իրանց ընթացքում ինչ-որ էներգիայի աղբյուր է պետք նոր ոգևորության աղբյուր է պետք, այսինքն ես եկել եմ, ես ավել քաշ ունեի, հիմա 5 կիլոնի հարել եմ, ջան, պիտի շարունակեմ։ Ես ոսկի չէի կարողանում նույնիսկ ես 5 կիլոգրամով ինչ-որ մի բան անել, ես որ արդեն 10-ով եմ անում, մյուս օր արդեն 20-ով եմ անում, ջան, բայց այն մարդը, ով որ համակարգային մտածողությունը սկսում ձևավորել, իր համար արդեն միևնույնն է դառնում։ Ինքը հասկանում է, որ դա սիստեմատիկ աշխատանք է, որը որ ենթադրում է 5 կիլոգրամ, 10 կիլոգրամ, 20 կիլոգրամ ու միջև անվերջ դեպի ինչ-որ կատարելություն։ Թող շատ, չգիտեմ, ինչ ձևի չհնչի ասածս։ Այսինքն անընդհատ, որովհետև միշտ դուք հանդիպելու եք այն process-ին, որ ձեր մոտ անընդհատ զարգացում չի կարող գնա անվերջ։
անընդհատ զարգացում, անընդհատ տեսանելի առաջընթաց զարգացում չի կարող լինի։ Դու եկար առաջի մի քանի ամիս, առաջի 6 ամիսը, շատ լավ, առաջի մի տարին դու տեսանելի արդյունք ես ունեմ, եթե մի տարի նույնիսկ ես ասեմ շատ լուրջ թիվ եմ ասում, եթե դուք մի տարին նույնիսկ կարողանում եք ցկեք։ Եթե դու մնում ես անկախ ամեն ինչից մի տարի հետո բոլորի մոտ կանգ է առնում։ Տեսանելի արագ արդյունքը կանգ է առնում, այնպես որ դու սիստեմատիկ ուղղակի պիտի գաս, պիտի հաճախես, դու պիտի սիրես այդ process-ը, կարևորես այդ process-ը, դու համարես, որ սա իմ կյանքի մի մասն է, անկախ նրանից ես առավոտ արթնանալ ու երեխեքին դպրոց տանել սիրում եմ թե չէ, բայց ես ինձ իդենտիֆիկացնում եմ տվյալ գործողության հետ, ես չեմ կարող դա չանեմ։ Ես արթնանում եմ ու տանում եմ, այսինքն վերջնական արդյունքում իմ երեխեքը կրթություն են ստանալու։ Ինչ որ մի բան եմ ես անելու, որի արդի ես սիրեմ, չսիրեմ, կարևորեմ, չկարևորեմ։ Ես սիրեմ թե չէ, ինձ ինչ որ միտեղ, ինչ որ մի բան մոտիվացնի կամ չմոտիվացնի, ընդհանրապես ես դրանով չեմ առաջնորդվելու, ես գնալու եմ աշխատանքի։ Ես ինչ որ մի բան անելու եմ ապրելու համար, ես պետք է փող վաստակեմ ապրելու համար։ Այսինքն ես ինձ իդենտիֆիկացնում եմ տվյալ process-ների հետ։ Ես միայն մոտիվացիայի этаպում չեմ անում այդ ամեն ինչը։ Այնպես որ իմ ամբողջ այս վիդեոյի երևի թե միտքն ու նպատակը ուղղված այն է, որ փորձեք սիստեմատիկ մտածողություն ձևավորեք ձեր մեջ, հատկապես երբ որ դուք զբաղվում եք այնպիսի մի բանով, որը որ առհասարակ շատ չեք սիրում, բայց եթե դուք չկարողանաք ձեզ իդենտիֆիկացնել տվյալ զբաղմունքի հետ, այսինքն թե չհամարեք տվյալ զբաղմունքի մի մասը կամ այդ զբաղմունքը կարող է նույնիսկ հակառակն եմ ասում, զբաղմունքը համարեք ձեր մի մասը, որ պարտադիր պիտի առկա լինի եւ սիստեմատիկ չաշխատեք, որևէ բան ձեր մոտ չի ստացվելու, անկախ մոտիվացիայից, անկախ մի խոսքով։ Դա հենց այն դիսցիպլինան է, որը որ անընդհատ քննարկվում է, անընդհատ խոսվում է։ Երևի թե ընդհանուր միտքը, պարտեր ընդհանուր միտքս արտահայտեցի, շատ չֆիքսվեց ինչ որ մարզվել, չմարզվել, ինչ անել, ինչ չանելու վրա, որովհետև ընդհանուր գաղափարը զուտ էր փոխանցել ցես այն, ինչ որ ես ժամանակի ընթացքում հասկացել եմ, կան մարդիկ, ովքեր որ դա հասկացել են այլ բնագավառում, կան մարդիկ, ովքեր որ դեռ դա չեն ընկալել, ցավոք սրտի, ու անընդհատ ինչ որ նոր մոտիվացիաների աղբյուրներ են փնտրում են ինչ որ մեկին, ով որ իրանց կողքեվորի, փնտրում են ինչ որ մեկին, ով որ նույնիսկ միգուցե հակառակը կանի, ում ինադու դա կանեն, ում համար դա կանեն։ Դրանք շատ կարճաժամկետ են։ Սկսեք մտածել այնպես, ինչպես ես եմ ասում, միգուցե ձեր մոտ լիքը բան կփոխվի։ Շնորհակալ եմ, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ լսում եք մինչև վերջ։ Կհանդիպենք հաջողություն։